Բարի երեկո բոլորին։ Ես պարզապես մի փոքր պաուզա անեմ, որպեսզի մեր հարթակում, իմ հարթակում գտնվող հետևորդները միանան եւ միգուցե շատերը հենց այս պահին նույն ճակատագրի բերումով գտնվում են Երևան աշտարակ մայրուղ վրա։ Ինչպես իմ լավ ընկեր Ռուբեն Մելիքյանն ասում, ավտոլայվ, իմ ավտոլայվերը շատ քիչ են լինում, բայց միշտ ճանապարհներին տեղի ունեցող խոչընդոտների թեմաներով եմ անում, մնացածը իմ լրագրողական գործունեության ընթացքում գիտեք, բարձրաձայնում եմ բոլոր տեսակի հարցերը եւ այդ տառապանքի ճանապարհներով անցնում, ինչպես յուրաքանչյուր Հայաստանի adekvat քաղաքացի։ Բայց այս ճանապարհային նողկանքը, որը շարունակվում է այս երկրում, տեղաշարժվելու տարրական իրավունքի բացակայությունը, մի արդերս վերջնական տեղի տալու արդյունքում որոշեցի միանալ ձեզ եւ այս անգամ պատմել ոչ թե հիպերասֆալտապատման ծրագրի մանրամասների մասին, այլ ասել, թե մենք ինչ աստիճանի անադեկվատ ենք բոլոր առումներով։ Նույնիսկ տոներ կազմակերպելու, հրավառություններ կազմակերպելու եւ տոնածառի լույսեր վառելու առումով ծայրահեղ անադեկվատ ենք, որովհետեւ մեր երկրում ուղղակի թևածում է անադեկվատությունը։ Ուրեմն ուզում եմ հիշել, որ այսօր հինգշաբթի է, աշխատանքային օր, եւ բոլորդ շատ լավ հասկանում եք, որ մայրաքաղաք Երևանում մանավանդ ժամը 6-ից 9-10 ընկած հատվածում սարսափելի խցանումներ են։ Սովորական ժամերին նույնպես այդ խցանումների ականատեսն ենք եւ մենք ուղղակի խցանումներում սկսել ենք ապրել։ Կարող ենք մեզ հետ պահել ջուր, սնունդ, ամեն ինչ, որովհետեւ այդ խցանումներում մենք ապրում ենք Երևանում A կետից B կետ հասնելու համար 1 ժամ, ժամ ու կես քեզ ժամանակ է պետք, որպեսզի դու հասնես մի որևէ տեղ։ Բայց Երևանի թոհուբոհից փախնելու համար ես ընտրել եմ մի հատ այլ ճանապարհ, փառք Աստծո այդ հնարավորությունը ընձեռել են ծնողներս, ունենալ աշտարակում նաև տուն, որպեսզի փախնեմ Երևանյան այս խառնիճաղանջ իրականությունից։ Այն որ այս միջպետական ճանապարհը Երևան աշտարակ, Երևան Գյումրի, որը այո նաև հենց միջպետական է համարվում, տանում է Երևան Բավրա, վրացական սահման նաև, ամեն օր մի խնդիր կա այս ճանապարհի վրա։ Երևանի խցանումներից մի կերպ դուրս ես գալիս, ասում ես մի ոտ շուտ, այն էլ աշխատանքային օրվա մասին է խոսքը։ Մի ոտ շուտ հասնես այս եղկելի իրականությունից մի պահ կտրվես, քաղաքից գոնե դուրս ունես հնարավորություն գնաս գոնե մի կտոր մաքուրոտ շնչելու նպատակով, որտեվ Երևանում խեղտամահ ենք լինում բոլորս, Ավինյան բարև ձեզ։ Ասма տերև մի վառեք, որ Երևանի օդը չկեղտոտվի, էլի։ Իսկ ես կարծում եմ Երևանի օդի աղտոտվածությունն էլ մի մեծ դավադրության օղակներից մեկն է, ինչպես սպանել է ժողովրդին։ Ես այդպես եմ կարծում, դա իմ սեփական կարծիքն է։ Հիմա ինչա կատարվում։ Ես ձեզ անկեղծ եմ ասում, ժամ ու կեսա ես 15-րդ թաղամասից չեմ կարողանում հասնել Վահագնի թաղամաս միջև գոնե։ Ես ինչ Վահագնի թաղամաս, ես դեռ Երևանից դուրս չեմ էլ կարողացել գալ։ Ու գիտեք ինչ ա եղել։ Գիտեք ինչի համար չենք կարողանում մենք տեղ հասնել ու սենց ես հավանական է 2 ժամ աչքիս տակ ունեմ արդեն, որովհետև այս ճանապարհի վրա կառուցված ինչ էր անունը, ինչ պլեքս էր, ես իմ ինչու մուլտիպլեքս էր, ինչ որ մի հատ բան կա, մոլ կա։ Այդ մոլը որոշել է, որ այսօր հինգշաբթի օրով երեկոյան ինքը պիտի վառի իր տոնածառի լույսերը։ Եղբայր լավ եք անում, վառում եք ձեր տոնածառի լույսերը։ Վառեք, պարեք, երգեք, ուրախացեք։ Լավ է, որ տոնածառ ունեք, տոնածառ եք դրել, տոնածառի լույսեր եք վառում, բայց ինչի՞ մեր հաշվին անում, դա ես չեմ հասկանում։ Այսինքն, եթե դուք տոնածառի լույս եք վառում, մենք տուն պետք է չհասնենք էլ։ Տենց եք դուք որոշել։ Ընդհանրապես այս երկրում ինչ որ մեկը
մտածում եմ, ասենք այս երկրի քաղաքացին ինչ որ ձևով պաշտպանված լինի։ Ես սա խիստ ռետորական է հարցս, որովհետև ոչ մեկին բանի տեղ չի դնում։ Ով ոնց ուզում, տենց էլ անում է։ Մենք հասկացել ենք, մեր երկրում բառի բուն իմաստով ժողովրդավարություն է։ Ժողովուրդը վարում եւ ցանում է, ով ոնց ուզում է։ Փողոցում խփում են, այն մեկը գնում է 7 ավտո խփում, ջարդում է, դրսում է մնում, իրան ոչ մեկ չի կալանավորում։ Բայց ասենք մենք 4 սրբազան սարկած գործերով նստած են։ Ասենք այն մեկը 4 մարդասպան է, ասում են ինքը անմեղսունակ է։ Okay, անմեղսունակա ուրա, գոնե գժանոց տարել են, այդ դրա մասն էլ ինֆորմացիա չկա։ Այսինքն ինչ ուզում են, ում մտքով ինչ ուզում է, անցնում է հիմա։ Մի մեծ միջպետական ճանապարհ ժամը 8-ին ես հատուկ մտա իրենց էջը, որպեսզի տեսնեմ կարող է եւ սխալ է ինֆորմացիաս, որովհետև արխիվում գտնվող ընկերներ ունեմ, որ նրանք է Գյումրի են գնում, ինձ էլ ասում են, այս ճանապարհով չմտնես հանկած կմնաս մեջը, բայց ես էլ ոնց գնամ աշտարակ։ Ես պիտի ամբողջ քաղաքը շրջանցեմ, որ էջմիածնով գնամ աշտարակ։ Կամ էլ այս ճանապարհով արդեն ընկել եմ ուղի, պիտի գոնե հասնեմ Եղվարդի խաչմերուկ, որ կանամ Եղվարդով գնամ աշտարակ, սակայն որ հասնեմ այնտեղ, այնա կգնամ տուն էլի։ Հիմա ինչ են անում։ Տոնածառի լույս է վառում այդ կոմպլեքսը, ինչա։ Աշխատանքային օր, երեկոյան ամենապիկ ժամին, երբ աշտարակն էլ շատ մոտիկ Երևանին կից քաղաք է, աշտարակի բնակչության զգալի մասը աշխատում է Երևանում։ Այս մարդիկ հոգնած, տանջված, աշխատանքային օրով գործից դուրս են եկել, ուզում են մի կերպ հասնեն տուն։ Առսատ է տուն կհասնեք դուք։ Իրանք տոնածառի լույս են վառում։ Տոնածառի լույս են վառում ու խայտարակ խցանում է ամբողջ ճանապարհահատվածը։ Ես չգիտեմ սա միջև ուր է հասնելու։ Մենք տենց տոտիկ, ես ասում եմ, մեկ ժամը ես այս ճանապարհին եմ ու դեռ այն որ պիտի պտտվեմ, որ բարձրանամ դեպի Կարմիր խաչ, դեռ այդ հատվածում եմ։ Ես ուզում եմ հասկանամ, եթե այսպիսի մեծ միջոցառումներ է կազմակերպում, քավլիցի վառեք ձեր տոնածառի լույսերը։ Ուզում եք երգեք, պարեք, տրճիկ տվեք, ինչ ուզում եք արեք։ Բայց դա կարելի է նորմալ կազմակերպել։ Ճանապարհային ոստիկանություն բերել, կանգնացնել, կամ չգիտեմ դիմել, որպեսզի երթևեկությունը կարգավորեն, որպեսզի մարդկանց խցանումները կարգավորեն, որպեսզի ավտոմեքենաների խցանումները կարգավորեն։ Էս ինչ է, լավ, էս ինչ եք անում դուք։ Դուք բոլոր առումներով ազդում եք մեր նյարդերի վրա։ Ես հասկանում եմ, որ սա միտված է նրան, որպեսզի մարդիկ ինքնաոչնչանան այս երկրում։ Պարզ, կոնկրետ ճանապարհով, այսենց ամենօրյա նյարդային վիճակների մեջ գցելով։ Առանց էլ աղետի մեջ ենք ապրում, սոսկալի աղետի մեջ ենք ապրում։ Լավ, գոնե այս փոքր բաները կարելի է նորմալ կազմակերպել, որ հազարավոր ավտոմեքենաներ չմնան այդ ճանապարհներին եւ ժամերով չկարողանան հասնել A կետից B կետ։ Դուք հիվանդ եք, ես չեմ հասկանում։ Ես չգիտեմ ուղղակի։ Ես կարծում եմ մի 2 ժամից ես նորից լայվ կմտնեմ ու կասեմ, որ ես դեռ կոմպլեքսի տարածքել չեմ հասել։ Գիտեք, որևէ մեկի խրախճանքը եւ ուրախությունը իմ իրավունքի հետ պետքա չխաչվի։ Ես հասկանում եմ, որ ես խոսում եմ այնպիսի երևույթի մասին, որ այսօր Հայաստանում ընդհանրապես արկա չի։ Մարդ, իրավունք, օրենք, չկա, չէ՞ տենց բաներ։ Մենք չգիտեմ ինչի մեջ ենք հայտնվել։ Բայց լավ, թեկուզ այդ ինչա դրա անունը, այդ օբյեկտի տերերը, որոնք որոշել են տոնածառի լույս վառել։ Շատ լավ, երեխեքին կարելի է տանել, երեխեքը պետք է այս աղետների մեջ չզգան իրենց կործանված, հա, որտեվ երեխեքի համար տոնը միշտ պետքա մենք պահենք, բայց կարելի է նորմալ կազմակերպել ամեն ինչ։ Հսկողություն իրականացնել, ճանապարհային ոստիկանությանը դիմել, աշխատացնել, այդ մարդիկ խմբականակներով այդ ավտոմեքենաները ճանապարհեն, ուղեկցեն կամ չգիտեմ, ճանապարհ բացեն։ Աջ, ձախ, կեսը դիմացից է գալի, կեսը հետևից, մի խայտարակ իրավիճակ է։ Ու հույս չկա, որ դու տեղ կհասնես։ Սենց ոնց կարելի է լավ անել ամեն օր, ամեն վայրկյան, ամեն փոքր սիտուացիայի մեջ։ Տոնածառի լույս։ Հիմա ինչ ընկերություն, ինչ մոլ որոշի, որ ինքը պիտի տոնածառի լույս վառի, չհաշված, որ մենք այս խայտարակ նյարդային ճանապարհատրանսպորտային հոսքի եւ խցանումների մեջ ենք, հիմա այդ տոնածառի լույսերի համար պիտի մնանք ամենտեղ կանգնած։
Դե սենց մենք կմնանք դեռ երկար։ Երևի դուք ընթացքից զզու ես, ես տոտիկ գնում եմ։ Անհույս։ Եվ իմ նման հազարավոր ավտոմեքենաներ ու բոլորը միջից գորգորում են։ Ինչ անեն այս մարդիկ, նյարդային, լարված, աշխատանքից դուրս են եկել շատերը, մեկը իր հիվանդին է հասնում, մեկն իր երեխուն է ուզում հասնի, մեկը շտապ գործ ունի, մեկը ուղղակի ուզում է գնա տուն մի կտոր հաց ուտի ու պարկի, առսատ է կգնաք, կոմպլեքսը տոնածառի լույս է վառում, այտենց կմնաք դուք։ Ես սենց ուղղակի գիտեք, չէ, ինչն է, հերթական ճիչ, որը ոչ մեկին հետաքրքիր չի։ Այս այա, հերթական ճիչ, Արմին մի զանգի լայվ եմ, ընկերուս է զանգում։ Լավ, մի 2 ժամից նորից ռուլին ղեկին ես կմիանամ ձեզ, որտեվ հաստատ մի 2 ժամ ստեղ եմ ես տեսնում եմ, էլի հույս չկա, եթե ժամ 15 րոպե հայկական երկրորդ հեռուստաալիքից դուրս եմ եկել ու հասել եմ, որ Գևորգ Չաուշի փողոց մտնում ա դեպի, հասել եմ այդտեղ, այդ ենթադրում ա, որ ես քանի մոտենամ կիզակենտրոնին տոնածառի լույսերի, այդ նշանակում ա, որ մի 2 ժամ էլ աչքիս տակ ունեմ, ասեն կարելի էր հանգիստ հասնել ախալքյալակ այս ժամանակահատվածում։ Ոնց եմ ես զզվում ձեզանից, դուք ուղղակի չեք պատկերացնի, զզվում ուղղակի։